է դարձել, որ կոնկրետ հաղորդման հիման վրա է ամսի 10-ի հաղորդման հետ կապված է այս process-ը մեկնարկել, ձեր դիտարկումները խնդրեմ։ Նախ ինչ դիտարկումներ, սա Փաշինյանի ժողովրդավարություն, որ Փաշինյանի ժողովրդավարությունը այսպիսի տեսք ունի։ Եկեք արձանագրումներով հատ-առհատ դնենք։ Ակնհայտ է, որ Փաշինյանի այդ իստերիկան, այդ գիշերային ստատուսները եւ այլն, հետո իր թիմի, իբր արձագանքը նախագահ Սարգսյանի կառույցին, ակնհայտ է, որ պիտի փորձեն ինչ-որ մի կերպ ուժայինները օգտագործելով տղաների գործունեությունը կասեցնել, ինչ արվեց։ Սովորաբար իրանք շարժվում են հետևյալ տարբերակով, գտնում են ինչ-որ ՀԿՄԿ եւ այլն իբր քաղաքասարակություն, իրանց միջոցով են ներկայացնում հաղորդումներ։ Այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում, Ալեն Սիմոնյանն է հաղորդում ներկայացնում։ Հաջորդ փուլը, որ խայտարակությունն է, դա տղաներին բերման ենթարկելն է, ակնհայտ է, որ իրանք ոչ մի դիմադրություն չեն ցույց տալիս ձերբակալության ժամանակ կամ բերման ենթարկելու ժամանակ։ Բայց իրանց ձեռքները օրորած, գլուխները ներքև իջեցրած, ուժի կիրառմամբ վերման են ենթարկվում։ Այդ վիճակով էլ Նարեկը բացատրում է, թե լիֆտից ոնց օգտվել։ Հաջորդ փուլը այս պահին 9-ի, այսինքն Անտիֆեյքի գրասենյակում խուզարկություն է, ես այնտեղ էլ հասցրեցի լինել, ներս մտնել չկարողացա, օրենքը իրենց թույլ է տալիս ասել քննչական գործողություն ինձ ներս չթողնել, վստահ եմ, որ ամբողջ տեխնիկան արգելվելու է, որովհետև հիշում եք անցած անգամ երբ տղաներին ձերբակալեցին եւ կալանավորեցին, հաղորդումը շարունակվում էր, հակառակը ավելի մեծ տարածում էր ունենում, այս պարագայում իշխանություն կոչեցյալները փորձել են իրենց սխալը ուղղել եւ կասեցնել հաղորդման գործունեությունը, վստահ եմ դրա վիճակը կգտնվի եւ հաղորդումը չշարունակի գործունեությունը իր եթերը ու հիմա վստահ եմ, որ կալանքի իշխանությունը ներկայացվել ու տղաներին կալանավորելու են, պարզ էր, որ Փաշինյանը ու իր խմբակը չէին կարող ծանր չտանել նախագահ Սարգսյանի ինտերվյուն, այնտեղ հնչած փաստերը, այնտեղ հնչած հարցադրումները կարևորագույն ներքաղաքական եւ պետքա բոլոր տարբերակներով փորձեին լրացնել։ Հա, դե տեսանելի էր, ոչ միայն ճեպազրություն արդեն մի քիչ էլ հետեկած էր, այսպես ասած։ Դա տեսանելի էր շաբաթ օրվա իր գրառումների իստերիկայով։ Պարոն Մամիջանյան, կոնկրետ անձի հետ կապված, որը հաղորդում է տվել, մենք հիշում ենք հայտնի դրվագը, որ հայրենադարձ քաղաքացու դեմքին էր կարծեք թեքել, ինչ-որ գործողություններ դրան չէին հաջորդել, ինչու այդ դեպքում արարքը չորակվեց օրինակ խուլիգանություն, բայց այս դեպքում այսպես շտապ գործ հարուցվեց եւ խոզարկություն եւ այլն։ Հայաստանն է։ Իդենտիկ նույն նախադասությունը ասում է քպեական պատգամավոր, ու ասում է սովորական քաղաքացու հանդեպ քրեական գործը հարուցած, որ եթե չեմ սխալվում դատարան է հեսա հասնելու, իսկ պատգամավորի հանդեպ քրեական գործի հարուցումը մերժվում է։ Իրանց կողմնակից կենթանիներ տարբեր, վիրավորում են մարդկանց, հարբած լայվեր են անում եւ այլն։ Ազատության մեջ են, հələ որոշներն էլ պետության կողմից անվտանգություն են ստանում, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչները, բլոգերները, հասարակական գործիչները, լրագրողները, արքիեպիսկոպոսները, բարերարները, պատգամավորները ենթարկվում են այն ամենին, ինչին ենթարկվում են ամբողջ ուժային լծվածը փորձելով լրացնել այլախոհներին, լինի դա դատարան, քննչական բոլոր միջոցները կիրառում։ Սա կարելի է դիտարկել այդ նախընտրական աժոտաժի համատեքստում։ Ձևակերպենք այսպես, ամբողջ ընթացքում Փաշինյանի կառավարման ինքը օգտագործել է ուժային եւ դատական համակարգերը իր այլախոհներին լրացնելու փորձը իրականացնելու համար։ Բայց ակնհայտ է, որ նախընտրական շրջանում ընտրություններին նախորդող տարվա ընթացքում այդ գործողությունները ավելի վայրագ, ավելի խայտառակ, ավելի անընդունելի, ավելի բռնատիրական են դառնալու, ինչը եւ մենք տեսնում ենք հաճախականությունը ձերբակալությունների, ցինիզմը, որով այդ ամեն ինչը կարվում եւ ստեղծվում է, ինքը ուրիշ ձև չգիտի։ Պարոն Մամիջանյան, իդեպ առավոտից շարունակվելու է նաև հոգևորականների հարցաքննությունը Մազմանյան հասցեում գտնվող քննչական կոմիտեի վարչությունում, այս առնչությամբ
ձեր ուժը պարբերաբար հայտարարություններով դիրքորոշմամբ է հանդես գալիս, հանգուցալուծումը դուք ինչպես եք տեսնում, ինչու այնպես ստացվեց, որ պետությունը շարունակում է միջամտել եկեղեցու գործերին, բայց այս ամենը խորը հավատացյալի առերևույթ դիմակին էր։ Չէ, սրիկայական ասածները ես չեմ մեկնաբանելու, ինքը եկեղեցու դեմ արշավ ասել, եկեղեցուն պայքար պատերազմ հայտարարել, ուղղակի ակնհայտ է էլի ուժային համամասնությունը եկեղեցին դրանից միայն ավելի կուռա դառնալու, իսկ Փաշինյանը դրանից միայն ուժելու է, այսպես ձևակերպեմ, ոչ մեկ չի կարող մեր առաքելական սուրբ եկեղեցուն պատերազմ հայտարարել եւ հաջողության հասնել, դա անհնար է, դրանից եկեղեցին միայն ուժեղանալու է։ Այն ամեն ինչ անում է Փաշինյանը նույնպես մտնում է այլախոհներին լրացնելու փորձերի մեջ, ու պարզապես ինքը աշխատում է բոլոր հարթություններում, արժեքաբանական, ազգային, լրատվականների դեմ, տեղեկատվական գործունեություն իրականացնողների դեմ, քաղաքական գործիչների դեմ, բարերարների դեմ, հատ առ հատ բոլոր ուղղություններում փորձում է ճնշել, վստահ եմ չի հաջողվել։